Ծառուկյանը ոչ դեպքի վայրից եք հայտնաբերել, ոչ մարդասպանություն արել, ոչ եսիմ բանդայա, ոչ եսիմ ինչա, չէ։ Եթե նույնիսկ վարույթ եք նախաձեռնել, քնի չկարա զանգի Ծառուկյանին կամ նրա փաստաբանին, ասի, որ վաղը ժամը 11-ին դուք հրավիրվում եք քննչական կոմիտե հարցաքննության։ Ու կարաս ընդ մեղադրանք առաջադրես, կարաս ձերբակալելու որոշում կայացնես, չէ։ Բայց ես ուզում եմ իմանամ, այդ մի քանի նաև ծախսես, չէ՞, դու այդքան մարդ որ հավաք է տալիս, նույնիսկ ասենք այդ ԱԱԾ աշխատողներին, այնքան շատ են տարել, որ իսկի դիմակներ, տեսակ նկար էի դրել, այն մեկին չուրքի էին հագցրել։ Ես տեսած էր, անդրադարձել էի։ Հա, դե ասեք դիմակը դրա համար է, որ դեմքը չերևա, եթե պետք է թափանցիկ լինի, ոնց կարա թափանցիկ դիմակ կամ մեղվապահներն են դնում։ Հա, կամ բան է, այդ երեխեք խաղալուց բան, որ դիմակ չի լինում, չուրք են։ Ասենք ԱԱԾ աշխատող ոնց կարա չուրքին քաշի, այն էլ հատը փախած։ Այսինքն օգտագործած է, էլի։ Թե չէ նոր առածել էին, հատան չի պիտի փախներ, չէ։ Հա։ Նույնիսկ դիմակները չի հերիք է, չուրքին հագցել են, ու ասենք իմաստը ո՞րն է, որ այդքան մարդով, այդքան բանով հել է գնացել եք, կամ դուռը բացում եք, մարդը ընդ կանգնած հետևից հասնում եք, տապալում եք։ Դե պարզ է, չէ, ասենք թե 20 հոգի տղամարդ, որ մի հոգու վրա հարձակվեն, ընել այդ մարդը 70 տարեկան մարդ, կարակ նաև իրան տապալեք գետին, հետո այսինքն դու ցույց եք տալի, որ դուք ուժեղ եք, հա։ Այդ են նույն ջոկատն է, չէ՞ որ Արայիկ Հարությունյանն ասում էր վախենում են գնային առաջնակից 44 օրյա, նույնն է։ Արայիկ Հարությունյանը լրիվ պարզ ասում էր, իր տեսանյութերը կա, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից եկած հատուկ նշանակության ջոկատը հրաժարվել է կատարել մարտական առաջադրանք։ Ինքը ասել է, ես նույնիսկ պատրաստ եմ ձեր առաջից գնամ։ Իրանք ասել են, չէ, ասում եմ դուք նախագահային մենակ եք թողնում բան։ Այդ նույն ջոկատն է։ 44 օրյա պատերազմի մարտական խնդիրը վախեցել են կատարեն, հիմա Երևանի մեջ առինջում գնացել են մի հատ Սիրուն շքեղ տան մեջ, հարձակվել են 20 հոգով մի հատ մարդու 70 տարեկան մարդու խփեն գետին, այդ դառան արդեն հզոր իմաստը ո՞րն է։